Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ եղել է, որ այնքան հոգնած կամ հիասթափված լինես, որ նույնիսկ աղոթելու բառեր չգտնես, այնպիսի ցավ, որ չես կարող բացատրել, այնպիսի զգացում, որ կարծես վերջ չունի, այնպիսի հիասթափություն, որ սկսում ես մտածել, արդյոք այս ամենը երբևէ կփոխվի, եթե նման օրեր ունեցել եք, ապա դուք միայնակ չեք։ Նույն հարցերը ունեին առաջին քրիստոնյաները, նրանք հալածվում էին, ծաղրվում, կորցնում էին իրենց հարազատներին, և հենց այդ մարդկանց է Պողոս առաքյալը գրում Հռոմեացիների նամակը 8-րդ գլուխ 18-ից 20-րդ համար և հիշեցնում է, որ ներկա չարչարանքները արժանի չեն համեմատվելու այն փառքի հետ, որ հայտնվելու է մեզանում։ Սա է այս հատվածի գլխավոր լուրը, ցավը իրական է, բայց վերջին խոսքը չէ ցավինը։ Ինձ այնպես է թվում, որ ներկա ժամանակի չարչարանքներն անհամեմատելի են գալիք փառքի հետ, որ մեզ է հայտնվելու, որովհետև ստեղծագործությունն անհամբերությամբ սպասում է Աստծո որդների հայտնությանը, քանի որ ստեղծագործությունը հնազանդվեց ունայնությանը, ոչ իր կամքով, այլ նրա կամքով, ով հնազանդեցրեց նրան, այն հույսով, որ ստեղծագործությունն ինքը նույնպես կազատվի ապականության ծառայությունից Աստծո որդների փառքի ազատության մեջ մտնելու համար, որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև այժմ հեծեծում է և երկունքի ցավերի մեջ է։ Եվ ոչ միայն սա, այլ նաև մենք, որ հոգու երեխայիքն ենք, մենք ևս նույնպես ներքնապես հեծեծում ենք, սպասելով որդեգրությանը, մեր մարմնի փրկությանը։ Այս հույսով էր, որ փրկվեցինք, իսկ տեսանելի հույսը հույս չէ, որովհետև մեկն էլ ինչու հուսա այն, ինչ տեսնում է, իսկ եթե հույս ունենք մի բանի, որ չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք, նույնպես և հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպես պետք է աղոթել, բայց հոգին ինքը բարեխոս է լինում մեզ համար, անմռունչ հառաչանքով, իսկ նա, ով քննում է սրտերը, գիտի, թե ինչ է խորհում հոգին, որովհետև Աստծո կամքի համաձայն է բարեխոսում սրբերի համար, ամեն։ Սիրելի հետևորդներ, Պողոս առաքյալը չի ասում քրիստոնյաները չեն տառապում, նա չի ասում հավատացյալները խնդիրներ չեն ունենում, ընդհակառակը, նա ընդունում է իրականությունը, չարչարանք կա, ցավ կա, կորուստ կա, արցունք կա։ Այսօր շատ մարդիկ ապրում են ֆինանսական անհանգստության մեջ, ընտանեկան խնդիրների մեջ, հիվանդությունների մեջ, պատերազմի ու անորոշության վախի մեջ։ Եվ հաճախ թվում է, թե ցավն ամբողջ պատմությունն է, բայց Պողոսն ասում է, ոչ, դա ամբողջ պատմությունը չէ։ Հովվան Ոսկեբերյանը ասում է, Պողոսը չի փոքրացնում տառապանքը, այլ մեծացնում է ապագա փառքը։ Այլ կերպ ասած, Աստված չի ասում, թե ցավդ փոքր է, նա ասում է, որ իր պատրաստած փառքը անհամեմատ մեծ է։ Երբ դժվարության մեջ ես, մի դատիր ամբողջ կյանքդ միայն այսօրվա ցավով։ Առաքյալն ասում է մի զարմանալի բան, ամբողջ արարչությունը հառաչում է։ Սա նշանակում է, որ մեղքի հետևանքները միայն մարդկանց վրա չեն, ամբողջ աշխարհն է վիրավորվել։ Նայեք մեր աշխարհին, պատերազմներ, երկրաշարժեր, հիվանդություններ, անարդարություն, բաժանումներ, ամեն ինչ կարծես հառաչում է։ Աշխարհը այնպիսին չէ, ինչպիսին Աստված սկզբում ստեղծեց։ Սա կարևոր պատասխան է մի հարցի, թե ինչու է աշխարհում այսքան ցավ, որովհետև մենք ապրում ենք անկյալ աշխարհի մեջ։ Բայց սա նաև նշանակում է, որ Աստված պատրաստում է վերականգնում։ Մի զարմացիր, երբ աշխարհում ցավ ես տեսնում, բայց նաև մի կորցրու հույսդ։ Աստված դեռ աշխատում է։ Պողոս առաքյալը միայն աշխարհի մասին չի խոսում, նա ասում է, մենք էլ ենք հառաչում մեր ներսում։
նույնիսկ հավատացյալները։ Քրիստոնյա լինելը չի նշանակում, որ երբեք չես տխրելու, չի նշանակում, որ երբեք չես պայքարելու, չի նշանակում, որ երբեք հարցեր չես ունենալու։ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, սրբերը նույնպես լաց են լինում, բայց նրանք լաց են լինում հույսով։ Ահա տարբերությունը։ Աշխարհի հուսահատությունը եւ քրիստոնյայի սպասումը նույնը չեն։ Եթե այսօր հոգնած ես, մի կարծիր, թե հավատք չունես։ Նույնիսկ սրբերն են հառաչել։ Կարևորն այն է, որ հառաչես Աստծո ներկայության մեջ։ Սա մեր ժամանակների ամենադժվար դասերից մեկն է։ Մենք ուզում ենք ամեն ինչ հիմա, անմիջապես, արագ, բայց Պողոս առաքյալն ասում է, եթե տեսնում ենք, այլևս հույս չէ։ Մենք ապրում ենք մեկ հպումով աշխարհում, մեկ հպումով հաղորդագրություն, մեկ հպումով գնում, մեկ հպումով տեսանյութ կարող ենք դիտել, բայց հոգևոր կյանքը այլ օրենքներով է աշխատում։ Աստված հաճախ ձևավորում է մեզ սպասման ընթացքում։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է. Աստված երբեմն ուշացնում է իր պարգևը, որպեսզի մեծացնի մեր սիրտը այն ընդունելու համար։ Մի շփոթիր Աստծո լռությունը նրա բացակայության հետ։ Հիմա գալիս ենք հատվածի ամենահուզիչ մասին։ Պողոս առաքյալն ասում է. մենք չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, ինչպիսի մխիթարություն։ Նույնիսկ մեծ առաքյալն ընդունում է, որ կան պահեր, երբ մարդը բառեր չունի, երբ կյանքը ծանրանում է, երբ հիվանդանոցում ես, երբ սիրելի մարդ ես կորցրել, երբ սիրտդ կոտրված է, երբ ապագան մշուշոտ է, երբեմն նույնիսկ աղոթել չես կարողանում։ Եվ հենց այստեղ է Սուրբ Հոգու ծառայությունը։ Պողոս առաքյալն ասում է, Սուրբ Հոգին բարեխոսում է մեզ համար անմռուչ հառաչանքներով։ Սուրբ Գիրուեղ Ալեքսանդրացին ասում է, երբ մարդու լեզուն լռում է, Սուրբ Հոգին շարունակում է խոսել, ինչպիսի մխիթարություն։ Դու երբեք միայնակ չես աղոթում։ Եթե այսօր բառեր չունես, պարզապես կանգնիր Աստծո առաջ։ Սուրբ Հոգին հասկանում է նույնիսկ քո լռությունը։ Այս հատվածը մեզ կարևոր խորհուրդներ է տալիս։ Ցավը իրական է, բայց այն վերջնական չէ։ Ապագա փառքը գերազանցում է ներկա տառապանքը։ Քրիստոնյան կարող է հառաչել, բայց հույսով։ Սպասումը նույնպես հոգևոր աճի մաս է։ Սուրբ Հոգին օգնում է մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք կարող աղոթել։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե այսօր անցնում եք դժվար ճանապարհով, հիշեք այս խոսքը։ Ներկա ժամանակի չարչարանքները արժանի չեն համեմատվելու այն փառքի հետ, որ հայտնվելու է մեզանում։ Քո ցավը իրական է, քո արցունքները իրական են, քո պայքարը իրական է, բայց դրանք վերջին գլուխը չեն։ Աստված դեռ գրում է պատմությունը, եւ եթե այսօր հառաչում ես, մի օր պիտի երգես։ Եթե այսօր սպասում ես, մի օր պիտի տեսնես։ Եթե այսօր լաց ես լինում, մի օր պիտի ուրախանաս։ Որովհետև Քրիստոսի մեջ ոչ մի ցավ անիմաստ չէ, ոչ մի արցունք մոռացված չէ, ոչ մի աղոթք կորած չէ։ Եվ նույնիսկ այն պահին, երբ դու չգիտես ինչ ասել, Սուրբ Հոգին աղոթում է քեզ համար։ Ուստի մի հանձնվիր, մի կորցրու հույսդ, քո փրկիչը դեռ գործում է, եւ քո լավագույն օրերը դեռ առջևում են։ Սիրելի բարեպաշտ հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, նաև ուղարկել ձեր բարեկամներին, ընկերներին, հարազատներին, նրանց ևս օրվա սուրբգային հատվածի բացատրությունը եւ Աստծո խոսքը հաղորդակից դարձնելու համար։